Սիրելի հավատացյալներ, նախ փառք Աստծո, որ այսօր էլ ունեցանք հնարավորությունը, առողջությունը, ցանկությունը միասին մասնակցելու ընդհանրական այս աղոթքին, պատարագին։ Եվ այսօր օրվա ավետարանը մեզ հիշեցնում է քրիստոնեական շատ մի կարևոր առաքինության մասին, որը որ խոնարհությունն է։ Ավետարանի մեջ պատմվում է մի դրվագ, մի պատմություն, որ երկու մարդ աղոթում էին եկեղեցում։ Մեկը աղոթում էր Աստծուն եւ ասում էր. Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ես նման չեմ բոլոր մյուս մարդկանց։ Ես միշտ եկեղեցի եմ գնում, պահք եմ պահում եւ այլն եւ այլն։ Բարձր եմ բոլոր մյուսներից։ Իսկ մյուս անկյունում աղոթում էր մի այլ մարդ։ Եվ նա ասում էր. Տեր Աստված, ողորմիր ինձ մեղավորից։ Միայն այդ խոսքերն էր ասում։ Եվ Քրիստոս այս պատմությունը պատմելուց հետո ասում է, որ լսելի եղավ երկրորդի աղոթքը, Աստծու համար լսելի եղավ երկրորդի աղոթքը, որովհետև այն մարդը ոչ թե Աստծու առջև էր դնում իր արածը, գործածը կամ ունեցածը, այլ նա Աստծուց խնդրում էր միայն մեկ բան, որ նա ների իր մեղքերը։ Եկեք նախ եւ առաջ մի քանի օրինակով փորձենք տեսնել, թե ինչ է իրականում խոնարհությունը ըստ մեր Սուրբ Գրքի, ըստ մեր հավատքի եւ ըստ մեր եկեղեցու կարգի եւ կանոնի։ Նախ վերցնենք Սուրբ Գիրքը եւ Քրիստոսի ծնունդը։ Աշխարհում տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը կամ էլ ամենամեծ իրադարձություններից մեկը մեր քրիստոնյաներից համար։ Քրիստոս, որը որ Աստված էր կամ Աստծո որդի էր, կարող էր ծնվել պալատներում, կարող էր ծնվել շքեղ տան մեջ, բայց նա նախընտրեց համեստ մսուրը եւ ծնվեց կենդանիների կողքին, կենդանիների մեջ։ Բայց մենք տեսանք Քրիստոսի անցած ճանապարհը եւ տեսանք, թե ինչ ինքը այդ խոնարհությունից ծնվելով ինչպես աճեց եւ ինչի հասավ, որպես փրկիչ։ Եվ մենք էլ այսօր միշտ հիշում ենք, որ թե ինչպես ծնվեց Քրիստոս համեստ մսուրի մեջ, բայց Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը եկեղեցիներում նշում ենք շքեղ կերպով, չէ՞։ Զարդարում ենք խորանները, տարբեր ձևի քարոզ է խոսվում, տարբեր ձևի երաժշտություն է հնչում այդ օրվա առիթով եկեղեցիներում։ Երկրորդը հիշենք Քրիստոսի խաչի ճանապարհը։ Նա կարող էր նախընտրել մի ուրիշ չարչարանք, ավելի թեթև, որը որ շատ մարդիկ անցել էին, բայց ինքը նախընտրեց ամենադաժան չարչարանքներից մեկը, որը որ ոչոք տիեզերքի վրա չէր անցել։ Նա անցավ այդ խաչի ճանապարհով նախ եւ առաջ նորից ցույց տալով իր խոնարհությունը աշխարհի վրա որպես աշխարհի քաղաքացի։ Երկրորդն էլ հիշեք, թե խաչի ճանապարհի վրա որքան բան հասցրեց սովորեցնել ինքը մեզ։ Տեսանք նրա խաչի ճանապարհին իր խոսքերը, թե ինչպես ինքը ներեց նույնիսկ նրանց, ովքեր որ իրեն այդ պահին ծեծում էին, այդ պահին թքում էին նրա երեսին։ Մենք տեսանք, թե ինչպես այն մարդիկ, ովքեր մինչև այդ երդվում էին ընդամենը մի քանի օր առաջ, որ նրանք ոչ մի անգամ իրեն չեն լքի, ընդամենը մի քանի օր առաջ, նրանք հրաժարվեցին նրանից եւ հեռացան։ Մնացին մի քանի նվիրյալներ նրա կողքին։ Նա կորցրեց, ոչ թե կորցրեց, նրանից հեռացան այսպես կոչված բարեկամներ։ Բայց այդ խաչի ճանապարհը բերեց ամենամեծ հաղթանակին, որը որ մարդկությունը դեռևս չի տեսել կրկնված ձևով։ Նա կարողացավ այդ ճանապարհը անցնելով հաղթել մահվանը եւ մեզ այսօր որպես քրիստոնյաներ տալ հույսը այդ սուրբ հարությամբ։ Վերցնենք մեր սուրբերին, Գրիգոր Նարեկացին։ Նա
Միշտ իրեն անվանում էր մեղավոր ծառա եւ իր գլուխ գործոցի մեջ մատյան ողբերգության կոչված այդ գրքի մեջ էլ ամեն տնի վերջում նա ասում է եւ ների ինձ բազմամեղիր։ Միշտ ասում էր, որ ինքը մեղավոր է, ինքը ամենամեղավոր, բայց նրա այդ մեղավոր գիտակցության մեջ ապրած կյանքը նրան ուժ եւ կարողություն տվեց ստեղծել մի գիրք, որը դարձավ այնուհետև աղոթագիր եւ որը որ այսօր էլ ինչպես անցյալում այսօր էլ եւ վաղն էլ շատ շատերի բուժման ակունք է դառնալու։ Եվ որպեսզի միայն չլինեն աստվածային կամ սուրբերի օրինակներ, վերցնենք մեր օրինակը, մեր կյանքի օրինակը։ Բոլորդ էլ ընտանիքներում եք ապրում, մեծացել եք ընտանիքների մեջ, ցավոք սրտի չկա ընտանիք, որտեղ որ վեճ չի լինի։ Ուղղակի անդրադարձեք եւ հիշեք, տեսեք, որքան որ կողմերից մեկը ավելի շուտ է խոնարհվում, այսինքն ուզում է ավելի, ասում է լավ, քո ասածն է, չէ՞, այնքան ավելի շուտ է այդ վեճը հարթվում ընտանիքների մեջ։ Գործի տեղերում, աշխատանքի վայրերում, որքան որ ավելի շուտ է ինչ որ մեկը այդ վեճի ժամանակ սկսում հանգիստ ավելի խոսել, ավելի խոնար իրեն պահել, լարվածությունը կոլեկտիվի մեջ ավելի թեթևանում է, կամ էլ կորում է այդ լարվածությունը։ Դա գեղեցկություն է, խոնարհությունը, որը որ տրված է ոչ թե մեր անձը զարդարելու համար, այլ մեր հոգին զարդարելու համար։ Եվ հակառակը, որը որ դրա մյուս կողմն է, դա հպարտությունն է, չէ՞։ Եվ դուք ամեն կիրակի, մանավանդ բոլոր կիրակիներում մասնակցողները պատարագին լավ գիտեք, որ մեղքերի խոստովանության ժամանակ, երբ որ խոստովանվում են 7 մահացու մեղքերը, առաջինը հպարտությունն է արտասանվում։ Հպարտությունը մեր հայրերը դասել են մահացու մեղքերի մեջ ամենաառաջին, որովհետև հպարտությամբ որևէ գործ, որևէ առաքելություն չի հասնի իր տրամաբանական գեղեցիկ ավարտի, այլ միայն խոնարհությամբ։ Վերցնենք նորից մեր այսօրվա, մեր կենցաղային օրինակներից։ Եթե մենք ինչ-որ գործ ենք սկսում ցույց տալու համար ինչ-որ մեկին մի բան, որ մենք նրանից ուժեղ ենք, նրանից լավն ենք, նրանից հարուստ ենք, եսիմ նրանից ավելի մեծ կարողություններ ունենք եւ այլն եւ այլն։ Այո, այդ գործը կարող է արվի, բայց երբ որ կարծես թե անուն պրծնում ես, քո ասածը ցույց ես տալիս ինչ-որ մեկին, կարծես թե նա արդեն կորցնում է իր արժեքը, ինչի համար դու արեցիր այդ ամենը, չէ՞։ Դա կարող է լինել տան շինարարություն, տան վերանորոգություն, ինչ-որ ուրիշ գործ։ Ամեն մեկը կարող եք ձեր կյանքից այդպիսի մի բան բերել, որովհետև ցավոք սրտի ոչ մեկից կողքով չի անցել այդպիսի բան։ Իսկ երկրորդը էլի ամեն մեկից մոտ եղել է։ Երբ որ ինչ-որ բան սկսել ենք մտածելով, սա կանեմ, վաղը ծնողիս համար սա ուրախալիք լինի, վաղը զավակիս համար սա կլինի, ընկերս կուրախանա, չգիտեմ այդ բարեկամս կլսի կուրախանա կամ հարազատս այնտեղ կլսի կուրախանա կամ կտեսնի կուրախանա կամ կստանա կուրախանա, չէ, լավ կզգա իրեն։ Եվ դա երբ որ արվել է, նա սկսել է ճիշտ է, դա շատ կարևոր չի, բայց սկսել են ինչ-որ մի կողմից շնորհակալություն հայտնել, լավ է զգացել քեզի։ Մյուս տեղը տեսել ես ինչ-որ մի քո հարազատդ բարեկամդ ժպտում է ուրախությունից, ուրախ է, ժպտում է, դա էլ է քո հոգին ջերմացրել։ Տեսել ես ինչ-որ մեկը քո մասին այնտեղ ասել է ինչ լավ է, շնորհակալ եմ, փառք Աստծո, այսինչ մարդը, այսինչ բանը իմ համար արեց, դա էլ ես լսում, դա էլ է քեզ ուրախացնում, չէ՞։ Ու դու արդեն զգում ես, որ այդ արածդ, նույնիսկ եթե ինչ-որ միտեղ չարչարվել ես, նույնիսկ եթե ինչ-որ միտեղ դժվարություն ես զգացել եւ ստիպված ես եղել դժվարություն հաղթահարել, բայց դա հասել է իր իրական նպատակին։ Եվ դա քեզի բերում է արդեն հոգեվոր ջերմություն։ Մենք չենք կարող այդ խոնարհությամբ ինչ-որ մի բանով զարդարել մեզ եւ ցույց տալ, որ մենք խոնար ենք։
այո, այսօր 21-րդ դար է եւ այո, Փառք Աստծո, բոլորս հնարավորություն ունենք, անպայման չի որ ցնցոտիներով ման գանք, որպեսզի ցույց տանք, որ մենք խոնար ենք։ Խոնարհությունը դա պետք է մենք տեսնենք նախ եւ առաջ մեր մեջ։ Եվ ինչպես ամեն Կիրակի, երբ որ մենք հանդիպում ենք, երբ որ ինչ-որ մի թեմայի շուրջ խոսում ենք, մենք որոշում ենք, որ այդ օրը ամեն մեկս մեզ, ինձանից սկսած, պետք է հարց տանք, չէ, ինչ-որ մի հարց ենք, չէ, որոշում։ Եկեք այսօր մեր հարցը ինքներս մեզ, երբ որ մենք դուրս կգանք եկեղեցուց, կլինենք արդեն մեր տներում կամ մեր սովորական շրջապատի մեջ, եկեք այսօրվա այդ հարցը լինի հետևյալը։ Արդյոք, երբ որ ինչ-որ մի բան ենք ուզում անել, սկսել, դա գործ ասածը դա միայն բիզնեսը չէ, դա նույնիսկ խոհանոցում կերակուր պատրաստելն էլ է գործ։ Երբ որ ինչ-որ մի բան ենք ուզում անել, արդյոք մենք դա անում ենք խոնարհությամբ, թե անում ենք ինչ-որ մեկի, այսպես ժողովրդական լեզվով ասած, աչքը ծակելու համար։ Եկեք, այս հարցը թող այսօրվա համար էլ մեզ լինի ուղղորդիչ հարց, որպեսզի ամեն մեկս էլ հասկանանք, ինչպես ենք մենք ապրում կամ ինչպես ենք մենք ինչ-որ մի բան անելիս, ինչ ենք մտածում, ինչպես ենք մտածում, և ըստ այդմ էլ ամեն մեկը էլ ձեզ պատասխանեք, պետք չի, որ իրար մեջ, ամեն մեկը ձեզ պատասխանեք, ճիշտ եք անում, թե սխալ եք անում, և եթե սխալ եք անում, ապա նաև փորձեք գտնել պատճառները, թե ինչի եք դուք սխալ անում, իսկ եթե ճիշտ եք անում, փորձեք նրանց բացատրել, ովքեր որ ճիշտ չեն անում, դա ձեր հարազատների և բարեկամների մասին։ Օրհնյալ եղերուք Իշնորհասրբ Հոգին, երկայքի խաղաղություն և Տերը մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդամենեսյանս ամեն։